Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, շատ գլոբալ հարց ենք քննարկում եւ կարծում եմ, որ սա ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության հարցն է, այլ ողջ միջազգային հանրության, այսինքն սա որևէ լոկալ երկիր չի կարող այս խնդիրը լուծել, եթե ինքը հատկապես թիրախավորված է եւ այդտեղ համատեղ կիբերանվտանգության խնդիրներ պետք է լուծել այն երկրների հետ, որոնք իսկապես այդ բնագավառում բավականին այլևս աճել են եւ ունեն մեծ հնարավորություններ, մենք միայն համագործակցության եւ փորձի փոխանակման եւ կադրերի ուսուցման դարբնոցներով անցնելով կարող ենք հնարավորինս արագ արձագանքել, որովհետեւ գիտեք, ամեն ինչ, այդ թվում անվտանգությունը գին ունի։ Եվ սա ամենաթանկ անվտանգությունն է, կիբերանվտանգությունը, եւ այն երկրների կողմից, որ մենք հաճախ թիրախավորվում ենք, շատ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն եւ ավելի կարողունակ կարող են լինել նյութատեխնիկական բազա ենթակառուցվածքների եւ այլ հարցերում։ Հետեւաբար ինչպես է գտնում մենք որ անվտանգային համակարգով կարող ենք առավել արդյունավետ տանել այս ընթացքը եւ որովհետեւ ի սկզբանե հենց կրթությունից պետք է մենք հասկանանք մեր ռազմավարությունը, այսինքն չեն կարող մի ռազմավարություն, մի անվտանգային համակարգում գնալ, որը հետագայում մեր կրթությանը չհամապատասխանի, մենք խզում չառաջացնենք, այսինքն ամբողջովին ամբողջ ռազմավարությունը ենթադրում է կրթությունից հանրակրթական դպրոցների մինչև բարձրագույն ամենաբարձր մակարդակի կիբերանվտանգային ինստիտուտները։ Այստեղ մենք ունենք հստակ ռազմավարություն եւ առաջի քայլի, երկրորդը, 8-րդը եւ 20-րդը։ Սա մեզ կհեշտացնի եւ ֆինանսների ներգրավման եւ նաեւ արտաքին դոնորների ներգրավման առումով։ Ձեր մոտեցումը խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, տեսեք, մենք մի վիճակում ենք իրականում, որտեղ նույնիսկ տարական օրենսդրական կարգավորումներ սպահած չենք ունեցել։ Այն ինչ դուք նշում եք, իհարկե կենսական անհրաժեշտություն է եւ մենք այդ օրինակ փաստաթուղթ ունենալու կամ փաստաթղթեր ունենալու անհրաժեշտություն ունենք, սակայն այս պահին մեր պատկերացումն այն է, որ նախ եւ առաջ մենք այս փուլում պետք է օրենսդրական հիմքերը ստեղծենք եւ օր առաջ հասցեագրենք այն կիբերսպառնալիքները, որոնց հետ մենք այսօր առերեսվում ենք, զուգահեռաբար ներդրումներ կատարենք կրթական տարատեսակ ծրագրերի թե ֆորմալ եւ թե ոչ ֆորմալ կրթական գործընթացների միջոցով, ինչպես նաեւ ոչ ֆորմալ նաեւ կրթական հարթակների միջոցով նաեւ աշխատել ու թիրախավորել հասարակության լայն զանգվածներին, որովհետեւ այստեղ մենք չենք բավարարվելու միայն ֆորմալ կրթական հաստատություններում այս կիբերգրագիտությանը միտված ուրեմն աշխատանքներ իրականացնելով, պաշտպանելով միայն հանրակրթության համակարգում սովորող մեր աշակերտներին, մենք ամբողջ այդ սպառնալիքների շղթան չենք կարողանում կասեցնել եւ սա նշանակում է, որ մենք պետք է վերցնենք որպես թիրախ ամբողջ հասարակության տարբեր շերտերին։ Ինչ պաշտպանական համակարգերի մասով ես դեռևս կդժվարանամ ասել, գուցե թե նաև վաղ է նաև օբյեկտիվ պատճառներով, բայց մեր կիբերպաշտպանական կարողությունները հարստացնելու եւ մեր կիբերիմունիտետը բարձրացնելու նպատակով մենք աշխատում ենք մի շարք երկրների հետ, ընդ որում որպես այդպեսին կարող եմ ասել գաղտնիք չէ, այդ թվում եւ ԱՄՆ-ի հետ, այդ թվում եւ հենց նամանավանդ օգոստոսի 8-ին կնքված մի քանի ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերի ոգուն եւ տրամաբանությանը համապատասխան։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների հետ մի քանի փաստաթղթեր են ստորագրվել այդ թվում նորարարությունների եւ տեխնոլոգիաների ոլորտին եւ մեր գործընկերների հետ մեր աշխատանքային եւ համագործակցության օրակարգում կարեւորագույն ուղղություններից մեկը 3-4 կարևորագույն եւ ռազմավարական ուղղություններից մեկը հենց կիբերանվտանգությունն է եւ ոչ միայն Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն այստեղ որ
կարևոր է նաև հավելեմ, մենք գիտակցում ենք, որ այն 1 տարի 8 ամիսը, որով սահմանված է անցումային դրույթներով այս ծրագիրը իմպլեմենտացնելու, սա նաև պայմանավորված է նրանով, որ այս պահին որպես այդպիսին արկա կիբերանվտանգային ծառայություններ մատուցող ինդուստրիան սահմանափակ է եւ սրանով մենք նախ եւ առաջ ստեղծում ենք ինդուստրիա, ուղարկում ենք ուղերձներ, որ 1 տարի 8 ամիս անց մի ամբողջ ոլորտ սրա անհրաժեշտություն ունենալու է, այսինքն սա աստիճանաբար իրականացնելու ենք։ Ժամանակի սահմանափակում ունենք ռեժիմի պատճառով, որ շնորհակալություն, պարոն Հայրապետյան, շատ ծավալուն աշխատանք է, շնորհակալ եմ, որ 2.5 տարի այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, իհարկե առանց համապատասխան օրենսդրության խնդիրները չեն կարող լուծվել։ Ես կարևորեցի անվտանգության միջազգային կառույցների հետ ավելի մատչելի դարձնելու հենց այն իմաստով, որ օրինակ թե Միացյալ Նահանգները իր օդատիեզերական հնարավորությունները վիրտուալ տիրույթում կարող է առանց սահմանների որոշակի ֆունկցիոնալ հնարավորություններ փոխանցի Հայաստանի Հանրապետությանը, օրինակ թե եթե մենք կարողանում ենք համարժեք հնարավորություն մեր չափով պատրաստ ենք անել այն, ինչ որ, ասենք, մեր ընդհանուր ծրագրի մեջ կլինի։ Ի նկատի ունեմ մենք այստեղ հենց ռազմավարության իմաստով դա նկատի ունեմ, որ այն երկրներ, որոնք հասել են արդեն այդ իմաստով բարձր դիրքի, պետք է իրենց հետ աշխատել, որ այդ միջավայրում մենք կարողանանք կադրերը աճեցնել եւ այդ նաեւ խնդրե եթե մենք ունենք այս նախագիծը պիտի ունենանք նաեւ նախահաշիվ ի վերջո մոտավորապես ինչ արժի այս ծրագիրը շնորհակալություն ունենք քանիցս իհարկե հնչեցրեմ բայց ձեր առաջին հարցի մասով պիտի ամենայն հարգանքով ասեմ որ չհասկացա ձեզ այն մասով որ չտեսա կապը օդատիեզերական տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության, բայց գուցե դա իմ գիտելիքների համեստության պատճառով, իսկ ինչ վերաբերում է ձեր խոսքի երկրորդ մասին, այո, ունենք շուրջ միջինացված 170-180 միլիոն դրամի ներդրման մասին է խոշոր ընկերությունների համար, շուրջ 40 միլիոն դրամ փոքր ընկերություններ, համեմատաբար փոքր նկատի ունեմ այն կարևորագույն ռազմավարական կրիտիկական ենթակառուցված շահագործող ընկերությունների համար իհարկե կլինեն ընկերություններ, որ մինչև 300 միլիոն դրամի մեր նախնական հաշվարկներով ներդրում կկատարեն, չհաշված պետության կողմից կատարված այն 6 միլիարդի ներդրումը, որը գալու է նաև աջակցելու, սատարելու կիբերհարձակումների ու կիբերմիջադեպերի պարագայում հենց այդ մասնավոր ընկերությանը։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։